Սիրելի քաջեր, մենք սակավաթիվ ենք և թշնամին զորավոր, բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ։ Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն ամենից։ Դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության։ Աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մակը վիճակվի, նա թող մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա դվնո բարձունքից նայում է մեզ վրա։ Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի Սուրբ Գրիգորի գմբեթը դարձնելով. «Դու մեզ օգնիր, ով Սուրբ Կաթողիկ է, մեր կռիվն ու մահը քո և քո որդվոց ազատության համար է։ Թող թշնամին չպարծենա, թե Կիսալուսինը հաղթեց Սուրբ Խաչին»։ Այս ասելով նա սուրը շողացրեց և ոն հառաչ գոռալով դիմեց դեպի թշնամին։ Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտնդոց տաղաղակով հետևեցին նրան, նույնպիսի ոգևորությամբ և գոռում-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները։ Վերջապես նրանք հասան և քաջերը գոռալով ընկան միմյանց վրա։ Սրերը սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ։ Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կառքերն իսկույն խանգարվեցան։ Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջիններն իրարից, նույնպես էլ արաբացիք չկարողացան իրանց միությունը պահպանել։ Հայերի մի մասը հետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը։ Այդպիսով խմբերը ճապաղելով կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա։ Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով ավելի հաջողությամբ կկռվեին։ Բայց ոստիկանը, որ յուր մինարետից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության։ Այդ պատճառով հայերը նոր հարձակման հանդիպելով հետզհետե տկարացան։ Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավոր գունդ։ Վայրկյանը հուսահատական էր։ Բաբկեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ հետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը դվնո կաթողիկեին ուղղելով սրտառուչ ձայնով բացականչեց. «Մի՞թե դու, ով լուսավորչի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գարշ հագարացուն, որ ծաղրում է քո սրբությունը։ Ցույց տուր, ով քարաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին կանգնվեցավ»։ Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը։